որոշ մարդիկ, օլիգարխներ, ինչ որ մարդիկ, որոնք որ տարբեր քրեական գործերով են անցնում, իրանք սկսում են քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի հետագայում իրանց նկատմամբ քրեական գործը ներկայացվի որպես քաղաքական հետապնդում։ Մի հատ նարեկ դե լավ հիմա ինտենսիվությունից ես բողոքում։ Չէ, պարզապես հիշում եք այդ մարդկանց, երբ որ այդ մարդիկ արդեն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ եղել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ախտենց, ուզում ես ձեզ մի բան ասեմ, ուրեմն մենք գրեթե այլախոհ չունենք, որովհետև բոլոր ձեր նշված մարդկանց անունները հիմա անունները չտամ, բայց ասեմ, այդ բոլոր մարդկանցից այդ 10 պայմանական մարդկանցից 8-ը եւ նույնիսկ 9-ը փորձել են կապ հաստատեն իշխանության հետ եւ գան մեզ ծառայեն եւ ընդհանրապես այլախոհ չեն եղել, ուրեմն ասում եմ, կրկնում եմ, ուրեմն անուններ չեմ տալու, ոչ, կարամ sense մի հատ օրինակ բան դրվակ պատմեմ, որ երկու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչ ռեստորանի անունը չտամ, իմ հետ հանդիպում էին եւ մեկը եկել էր ինձ ներկայացնում էր, ասում էր դե այնուամենայնիվ աշխատեք իր հետ, էլի ինչ կլինի։ Ժողովուրդ թարգեք, բերանից մի բացեք, թե չէ բոլորի դիմակները, այսինքն կբացեմ, այսինքն հերթով կասեմ, դրա կարիքը չկա, դրա կարիքը չկա, դրա կարիքը չկա։ Այդ մարդիկ սուսուփուս կնստեն իրանց տեղերում, երբ որ այդ մարդը ծպտուն կհանի, ես կգամ եւ կասեմ հարգելիս Այդ որ քաղաքական հետապնդում է, այդ որ դու այլախոհ ես, բա ինչի էր այսինչ մարդու հետ, տենց մի քիչ գեր մարդ էր այդ մարդը, եկել իմ մեր շենքի տակի ռեստորանում իմ հետ հանդիպում էր եւ ասում էր, դե ինչ կլինի, աշխատեք էլ ինքը պատրաստ է, մեկը ինքը լավ տեխնացու է։ Ժողովուրդ, եկեք բերանս մի բացեք, ուրեմն Նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հենց հեղափոխությունը եղավ, մենք մի հետաքրքիր բանի ենք ականատես եղել, որ ինչ որ մարդիկ մտածում էին, որ իրանք պետքա գան, լինեն Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխները, անձնական կրիմինալները տարածքում, այտենց փորձեր 2018 թվականի առաջի օրվանից եղել, ասեմ ավելին, դուք ես հեղափոխությունից հետո թե ես խոսակցությունը բացվեց չգիտեմ, հեղափոխությունից հետո 18 թվականին որոշ չպատմեմ, այտենց, ուրեմն 18 թվականին ես ինչ-որ մի բան նախագահականում էի, երբ որ վարչապետը այնտեղ էր, ամենասկզբի մասին էր խոսքը, դուք պետքա տեսնեք, ինչքան նախկին պաշտոնյաներ, նախարարներ եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին եւ իրենց ծառայություններն էին առաջարկում եւ վստահեցնում եմ ձեզ հիմա էլ տեսեք ուրեմն դրա այդ շարքը այդ շարասյունը այդ մարդկանց եղել է կա ու լինելու է այդ մարդկանց տեսակն է խոսքը մեր լավը վատը լինելու մասին չի նրա մասին չի որ իրանք մենք լավն ենք մենք ուժեղ ենք դրա մասին չի խոսակցությունը դա այդ մարդկանց տեսակն է նենց որ եթե չեն ուզում իմ տեսած իմ լսած անունները ես բարձրաձայնեմ թող հանգիստ նստեն տեղները որտեվ ես դա կանեմ Պարոն Սիմոնյան, լավ մի հարց տամ հետո դժվար Давайте Պարոն Սիմոնյան, միշտ դուք դրսում էիք մինչ Մեջլիսի ղեկավարի հետ էիք հանդիպում ազգային ժողովում փոխնախագահ Ռուբեն Ռուբենյան իրեն բավական լավ էր զգում եւ գրեթե 5 պակաս ազգային ժողովի նախագահ Այսօր այդ մամուլը գրել է, որ աչքը ձեր տեղի վրա է։ Դուք այս առումով ինչ եք կարծում, կարող է մրցակցություն լինել ձեր եւ Ռուբինյանի միջեւ։ Ուրեմն Ռուբինյանն էլ, Արշակյանն էլ եւ բոլոր իմ գործընկերներն էլ ազգային ժողովի նախագահ են եւ այդ խոսակցությունը ծիծաղելի խոսակցություն է։ Ինչու՞։ Որովհետեւ թող ես միայն ուրախ կլինեմ, բայց նման բաներին խոսակցություններին լուրջ չեմ վերաբերում։ Ես նախ ժամանակ ավելի շատ ձայները հավաքել, ավելի առաջ է։ Շատ լավ արա, ես ինքս իր համար եւ բոլորի համար ովքեր որ գրեթե բոլորի համար ովքեր որ անցել են քվեարկել եմ, բայց այս խոսակցությունը չեք կարող մտցնել մեր օրակարգ, մենք արդեն բավականին մեծ ենք, ձեզ բոլորիդ լավ ճանաչում ենք եւ այս խոսակցության մեջ չենք մտնի։ Ռուբեն Ես միայն ուրախ կլինեմ։ Ես Ռուբեն Ռուբինյանը իմ մտերմագույն ընկերներից մեկն է եւ որևիցե նման խոսակցություն ես չեմ սատարելու եւ չեմ մտնելու այդ խոսակցության մեջ։
Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ այլախոհների թեման շարունակենք, դուք ասում եք մարդիկ եկել են մեզանից Չեմ լսում ինչ ա խոսում։ Մարդիկ եկել են, պաշտոն են ուզել եւ այլն, կլինեն երևի մարդիկ, որոնք իսկապես նման բաներ արած կնեն, բայց ես այլախոհ ասելով այս պահին ԱԱԾ-ի պատվալներում եւ այլ բանտերում գտնվող մարդկանց նկատի ունեմ, որոնք զուտ խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են, կալանավորվել են Հայաստանի Հանրապետությունում Կարպետյանի, որին ձեր Նիկոլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործեր անվանում։ Հայաստանի Հանրապետությունում որ այդ բարեգործները հիմա բերթերում հայտնվեցին մի բառի համար։ Միքայել Սրբազանը, որը առողջական հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ։ Որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում։ Եթե դուք այդ պնդումը անում եք, այդ նշանակում է, որ մնացած բոլորը, ովքեր որ բանտում չեն, իրանք մեր հաճախորդն են։